Հրանտ Մաթևոսյան փողոց, նույնանուն պուրակ եւ թանգարանային համալիր։ Այս 3 բաղադրիչների ամբողջությամբ Երևանում կստեղծվի Հրանտ Մաթևոսյան մշակութային բնապահպանական տարածքը։ Գաղափարն արդեն 10 տարի հանգիստ չի տալիս գրողի որդուն եւ Մաթևոսյան հիմնադրամի տնօրենին։ Մենք մտածում ենք ծառատեսակների պուրակներ ստեղծել, մենք մտածում ենք այն լանջերում, մտածում ենք ջրվեժներ, մոդելավորված գետեր, ոռոգման արտառոջ համակարգ։ Մտածում ենք բաներ, փոքրիկ բացատներ, որտեղ բացօթյա դասեր տեղի կունենան երեխաների։ Տարածքի փնտրտուքը տարիներ շարունակ ապարդյուն էր, նախ Սիրահարների այգի, հետո նաև այլ առաջարկներ։ Ի վերջո ընտրվեց Գյուղակադեմիայի հարակից տարածքը, Անանուն փողոցն ու Սարալանջի փոքրիկ հատվածը։ Մեկ տասնամյակում գաղափարը հասունացել ու վերածվել է մի հայեցակարգի, որը հեղինակները պատրաստ են ներկայացնել կառավարության գնահատմանը։ Պատրաստ ենք ներկայացնել օրինակի համար ի պատասխան վարչապետ պարոն Կարեն Կարապետյանի այն բանի, որ ինձ երևույթ տվեք, մշակութային միավոր տվեք, որ կարող է եւ բիզնես դառնալ եւ աշխարհով մեկ մեզ հանրահռչակել եւ այդ գլոբալ հայեցակարգը թող միայն մշակութային չընկալվի, ինքը մշակութային է, բնապահպանական է, հասարակական է, ի վերջո սոցիալական է, որովհետեւ ծրագրի մի մասը մեր գյուղերին է անդրադառնում լորվա հսկայական մասը, այնտեղ արգելանոցի ազգային զբոսայգու գաղափար կա, Մաթևոսյան Թումանյան կոնցեպտով Դսեղից մինչև Ահնիձոր։ Մինչև քաղաքապետարանի հատկացումը 400 մետր այս տարածքը պարզապես աղբանոց էր։ 2015-ի տարեվերջին ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագծով սկսվեց թանգարանի եռահարկ շենքի շինարարությունը։ Բացի ցուցադրական տարածքից, այն նախատեսում է նաև գրադարանային արխիվային հատվածներ, դահլիճներ, իսկ վերջին հարկում արվեստանոց հյուրատներ, օտարազգի գիտնականների ու մշակութաբանների կեցության համար։ Վաղուց սպասված նախագծի իրականացումը հատկապես կարևորվում է Մաթևոսյանի գրականությունը մեզանում եւ երկրից դուրս հանրահռչակելու իմաստով։ Կարծում եմ, որ այդ թանգարանը բացառիկ է լինելու իր տեսակի մեջ եւ ազգային դաստիարակության կրթության առումով եւ նաեւ մեր գրական ժառանգությունը աշխարհին առաջին հերթին մեր հանրությանը հասանելի դարձնելու առումով։ Նախագծի ընդհանուր արժեքը 400 միլիոն դրամ է։ 2015-ին հատկացվել է ավելի քան 49 միլիոն դրամ, իսկ 2016-ին 98 միլիոն 200 հազար դրամ։ Ցավոք նախորդ տարվա աշնանը շինաշխատանքներն ընդհատվեցին։ Շինարարությունը ընդհատվեց այն պատճառով, որովհետև այդ տարվա նախատեսված գումարները բավարար չէին, բայց շատ շուտով շինարարությունը կվերսկսվի։ Եվ մնացած անհրաժեշտ գումարը այս տարվա բյուջեով նախատեսված է, եթե չեմ սխալվում, 250 միլիոն դրամի համարժեք չափով, եւ դրանով նախատեսվում է ըստ էության ամբողջապես ավարտել։ Մաթևոսյանական միջավայրը, ինչպես դա պատկերացնում է գրողի որդին, ոչ միայն նրա գրականությամբ հռչակված տեղանուններն ու բնակավայրերն են, ինչպես օրինակ Ահնիձորը, այլև պայմանական տեղանքներ, լորվա բնակլիմայական միջավայրի մոդելավորմամբ։ Թանգարանի շենքն ինքնին թելադրում է ընդհանուր մաթևոսյանական միջավայրի նախագծումը, թերևս կարիք կլինի նաև մասնավոր ներդրումների։ Ամեն դեպքում նախագիծն ավարտին հասցնելու պատրաստակամության պակաս չկա։ Ինչ վերաբերում է այգուն, ապա դա ընթացքում կարվի, այդտեղ որովհետեւ մեկը չի կասկածում, որ եւ քաղաքապետարանը կմասնակցի, որի վերաբերյալ քաղաքապետը ասել է բազմիցս իր պատրաստակամությունը, եւ համալսարանը իր ուժերով կմասնակցի, եւ ես ինքս էլ խոսել եմ տարբեր ներդրողների հետ, որ այգու համար ֆինանսական միջոցներ մենք կգտնենք անպայման։ Արդյունքում կունենանք գրական մշակութային յուրահատուկ միջավայր Երևանում, եւ եթե հաջողվի իրագործել Դսեղ Ահնիձոր ազգային զբոսայգի արգելոցի չափազանց ծախսատար նախագիծը, նաեւ մշակութային, ագրո եւ բնապահպանական туриզմի բացառիկ նմուշ գյուղեր մայրաքաղաքից դուրս։ Ուրեմն, բացի Մաթևոսյանի գրական ու բարոյական արժեհամակարգի քարոզչությունից, այս նախագիծը կունենա նաեւ խիստ շոշափելի տնտեսական էֆեկտ։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, 360 աստիճան։